Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, երեք հանրապետության օրն էր եւ մենք հանրապետության հրապարակում ականատես եղանք նաեւ տպավորիչ զորահանդեսի։ Հարցազրույցը կուզենամ սկսել նախ եւ առաջ ձեր տպավորություններից, այնուհետեւ անցնենք հիմնական հարցերին։ Շատ մեծ է տպավորությունը եւ դրական եւ թեև այդ զորահանդեսի վերաբերյալ բավականին շատ տեղեկություններ ունենք աշխատանքի բերումով եւ նաեւ զինատեսակների, բայց միևնույն է զորահանդեսի ժամանակ մեր հուզմունքը ազիվ ենք զսպել եւ պետք է ասեմ, որ ներկաների մի զգալի մասը հուզմունքը չէր զսպել եւ շատերի աչքերին արցունքներ էի տեսնում, հատկապես մեր կին падգամավորների եւ մյուս այլ ներկաների եւ դա հասկանալի է եւ հասկացա, որ նաեւ զորահանդեսին հետևող մեր քաղաքացիներն շատ հուզված էին։ Զորահանդեսից հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել Սյունիքից, Գորիսից, նաեւ տարբեր տարածաշրջաններից եւ մարդիկ ասում էին, որ հերոստացույցի առջև եւ նշել են եւ մի գավաթ, չգիտեմ, գինի է խմել կամ ոգելից են օգտագործել եւ նույնիսկ լացել են հերոստացույցի առաջ, այսպիսի դեպքերը շատ կան։ Այս ամենի նկարագրությունից արդեն պարզ է, թե ինչ տպավորություններ ունենք բոլորս։ Պարոն Խաչատրյան, հիմա շատ դրական էմոցիաներից եք խոսում ու ցավում եմ, որ պիտի ընդհատեմ այդ էմոցիաները ու նաև քննադատություններից խոսենք, տպավորությունը թե զորահանդեսից հետո պիտի նման քննադատությունները այլևս ակտուալ չլինեին, բայց օրինակ երրորդ նախագահը երեք խոսում էր այն մասին, որ սա նախընտրական շոու է եւ մեր բանակը հիմա որբ է, ինչպես հասկանալ նման շահարկումները, նման խոսակցությունները, առհասարակ բանակի ձեռքբերումները նաև, այսպես ասած, բոլորի ձեռքբերումները չեն, ինչու են այսպես քաղաքականացնում, թիրախավորում։ Այո, կան թեմաներ, որոնց չի կարելի թիրախավորել կամ թիրախավորման սահմաններ պետք է լինեն եւ այդ սահմաններից չպետք է անցնել։ Կարմիր գծեր կան, որոնք չպետք է երբևէ հատվել։ Հիմա երբ ասում են բանակը որբ է, մեկը, այո, ամենակարևորը եւ առաջնային դա Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են, բանակն է Հայաստանի Հանրապետության։ Եթե քննադատություն կարող է հնչեցվել եւ նման բաներ, բայց սահմաններ կան, որ չպետք է հատվեն։ Օրինակ, ինչ է նշանակում մեր բանակը որբ է։ Ինչ է դա նշանակում։ Արդյոք դա նշանակում է, որ մեր բանակը ինքնուրույն է, Հայաստանի Հանրապետությանն է, մեր բանակը այսօր այնքան է զարգացել, որ երբևէ այսպիսի զարգացածության մակարդակ չի ունեցել։ Մեր բանակի սպառազինությունը այնպիսին է, որ երբևէ չենք էլ կարող երազենք, որ այսպիսի սպառազինություն պետք է ունենանք։ Համազգեստը ամեն ինչը մեր բանակը արդեն կերպափոխված է, էական կերպափոխում է տեղի ունեցել, ոչ թե ձևափոխվել է։ Ձևափոխումը իր մեջ միայն ձևի մեջ է փոփոխություն ներառում, իսկ կերպափոխված բանակը, այսինքն ձևի եւ բովանդակության մեջ է փոփոխություն կատարվել։ Նոր զենքեր, նոր կառավարման համակարգ, նոր համազգեստ, նոր պաշտպանական ամրաշինական կառույցներ, ամեն ինչը նոր է։ Իսկ զինվորները ինտեգրվել են այդ համակարգերին։ Իհարկե ինտեգրվել են եւ թիվ 1 խնդիրը ուսումն է եւ ուսման մեջ նաեւ մտնում է նոր զինատեսակների ուսուցման process-ները եւ ուսուցման process-ները սկսվում են դեռևս եթե սպայական դպրոց է Վազգեն Սարգսյան ակադեմիայից, բայց այն զինատեսակները, օրինակ, որոնք արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում, արտադրողի կողմից կազմակերպվում են բավականին խորը դասընթացներ, համապարփակ դասընթացներ եւ պատրաստում են մասնագետներ, որից հետո այդ մասնագետները անցնում են իրենց գործին եւ իրենք եւս ծառայում են որպես ինստրուկտորներ բանակում։ Իհարկե։ Պարոն Խաչատրյան, առանցքային հատվածներից մեկը զորահանդեսի տեղական արտադրության ռազմաարդյունաբերություններն էր, զենքերն էր, զինատեսակներն էր։ Նախ ընդհանուր առմամբ շատերի համար, ձեր համար բնականաբար ոչ, բայց շատերի համար անակնկալ էր, ինչ որ իմաստով շոկային, հաճելիորեն, այսպես ասած, շոկային։ Հասկանանք ամբողջ ծավալը ցուցադրվեց եւ նաեւ սա նոր խոսք է ռազմաարդյունաբերության մեջ, այսինքն Հայաստանը այս իմաստով նաեւ քայլ առաջ է կատարում։ Այս մասին շատ ենք խոսել, բայց մեկ բան է խոսել եւ այլ բան է տեսնել։
Ես ինքս երբ շատ էի այդ մասին ասում, խոսում, բացատրում, երբեմն քննադատության էի արժանանում, երբեմն նույնիսկ իմ գործընկերների կողմից արդյոք այդ ամեն ինչը չափազանցված չէ եւ այլ եւ այլ։ Այսինքն հավատը չկար, որ Հայաստանում նման Այո, հավատի խնդիրը կար, այո, դրա համար այս ցուցադրությունը շատ բան փոխեց։ Ռազմավարությունը եւ ես նկատելի էր, որ ժողովուրդը շատ ավելի ուժգին ցնծում էր, երբ որ հրապարակ էր մտնում հայկական արտադրության զինատեսակ։ Ցնծում էին ուղղակի։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը մեծ ուշադրություն ունի տեղական արտադրության ու ռազմարտությունաբերությանը։ Ես կրկնեմ այն խոսքերը, որ 30 տարի մենք փամփուշտ չենք արտադրել, պատկերացնում եք փամփուշտ 762 կամ Եվ հիմա վերջին 4 տարվա, առավելագույն եմ ասում 4 տարվա, 22 թվականից սկսած, այս ամբողջը հնարավոր է եղել դարձնել իրականություն։ Սա ֆանտաստիկայի ժանրից է։ Մեր արտասահմանյան գործընկերներն անգամ մեծ զարմանք են ապրում, երբ որ տեսնում են Հայաստանը 4 տարվա մեջ ինչ արդյունքների է հասել։ Նրանք խոստովանում են, որ այդպիսի արդյունքների իրենք հասել են տասնամյակների ընթացքում։ Մեր ռազմարտությունաբերությունը ընդամենը 3-4 տարվա մեջ այսօր արտադրում է բարձր տեխնոլոգիական զինատեսակներ։ Դուք տեսաք հետախուզական, հարվածային անօդաչուներ եւ տարբեր տեսակի անօդաչուներ, տարբեր նշանակության համար կիրառվող անօդաչուներ։ Մենք արդեն 4 տարի անց զենք ենք արտահանում։ Զենք արտահանելը դա սովորական թթվասեր կամ ծաղիկ արտահանել չէ։ Զենք արտահանելը դա նշանակում է, որ ներմուծող երկրները, որոնք գնում են մեզնից զենք, վստահում են մեր ռազմարտությունաբերությանը, բոլոր փորձարկումները անցել են եւ գտել են, որ գնի եւ որակի մեջ ամենահամապատասխանը հայկական զինատեսակն է։ Եվ արդեն բազմաթիվ միլիոնների մենք զենք ենք վաճառել եւ պատկերացրեք այդ զենքի վաճառքից ինչ խոշոր գումարներ են գալիս մեր պետական բյուջե։ Այդ հետաքրքրությունը այդ իմաստով է մեծ, այսինքն պարոն Խաչատրյան, մենք նաև արտաքին աշխարհի համար ենք այդ իմաստով հետաքրքիր, որ կարող են մեզանից զենք գնել եւ զորահանդեսը հետաքրքրությունը կարող է ավելի մեծացնել։ Նկատի ունեմ, շատերը միգուցե նաև տեղյակ չէին արտադրվող տեսականու մասին։ Միանշանակ զորահանդեսը հետաքրքրությունը մեծացնելու է, միանշանակ մեր արտահանումները զենքի ծավալներով փոփոխություններ է կրելու, ավելի մեծ ծավալների է լինելու, սա սկիզբն է, եւ եթե սկիզբը սկսել ենք միլիոնավոր դոլարներով, պատկերացրեք, ասենք 1, 2 կամ 4-5 տարի հետո ինչ ծավալների արտահանումներ ենք ունենալու։ Բավականին լուրջ զինատեսակներ ունենք մեր արտադրության տեղական, որոնք մեծ հետաքրքրություն ունեն նույնիսկ զարգացած երկրներում, նույն անօդաչուները, նույն բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, պետությունը պետք է եւ օժանդակում է այդ կազմակերպություններին, որպեսզի հունի մեջ մտնեն, որից հետո իհարկե արտահանման ծավալները աննախադեպ կմեծանա։ Իսկ այն երկիրը, որը ի վիճակի է ունակ է զենք արտադրել եւ վաճառել, դա այդ երկրի սրընթաց վերելքի մասին է խոսում եւ զարգացվածության մասին է խոսում։ Պարոն Խաչատրյան, թեև ձեր ընդդիմախոսների, այսպես ասած, պարբերաբար քննադատություններին, որ դուք ձեր իշխանությունը այսպես նպատակադրված քանդել է բանակը եւ շարունակում է քանդել, այնուամենայնիվ քիչ չեն եղել ձեր իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների կողմից հայտարարություններ, որ վերջին 30 տարիներին այդքան զենք ձեռք չի բերվել, որքան վերջին 4 տարիներին։ Հասկանանք, սա պարզապես այսպես քաղաքական հայտարարություն է, թե իրականություն է, ուղիղ իրականություն։ Դա հստակ փաստված է թվերով եւ վիճակագրությամբ։ Պաշտպանության նախարարը բազմիցս այդ թվերը ներկայացրել է։ Այո, վերջին 4 տարում այնքան զինատեսակ է ձեռք բերվել եւ եթե գումարենք դրան արտադրվել, որ 30 տարվա մեջ դրա մի մասը անգամ չի արվել, ոչ թե այդքան, այլ մի մասը անգամ չի արվել։ Ընդհանրապես համեմատելու եզրեր չկան։ Նույնիսկ եթե սկսենք ամրաշինական կառույցներից, ամրացված շրջաններից, այսօր ասենք Մեղրիից մինչև Տաղուշ, մեր ամբողջ սահմանային երկայնքով այնպիսի ամրաշինական կառույցներ գոյություն ունեն, որոնք զինվորին որոշակի պայմաններում գրեթե 100%-անոց անվտանգություն են ապահովում։ Եվ սկսած դրանից վերջացրած զենքի ձեռքբերում, կառավարման համակարգ, ակադեմիայում ուսուցում, ուսման մակարդակի փոփոխություն, այս ամենը ինչը տեղի ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում, նու հիմնականը ֆիքսենք 22 թվականից հետո։ Դրանից առաջ որևէ բարեփոխումներ չեն իրականացվել։ Ինչով է դա պայմանավորված, պարոն Խաչատրյան։
Միշայք տարածքային հանգամանքներով ամբողջականությունը ճանաչելու պատերազմից հետո որոշակի պայմանավորվածություն կար, որ մեր հապկի գործընկեր Ռուսաստանի Դաշնության օգնությամբ մենք բանակը կարող ենք ոտքի կանգնեցնել, մի շարք հարցեր լուծել, բոլոր փորձերը մինչև 22 տարի բանակում լուրջ բարեփոխումներ անելու ձախողվել են։ 22 թվականից հետո, երբ որ պաշտպանության նախարար նշանակվեց քաղաքական դեմք Սուրեն Պապիկյանը եւ դրանից հետո սկսվեցին լուրջ բարեփոխումներ իրականացվել, որոշակի արդյունքների հասանք։ Եվ նաեւ որոշակի արդյունքների հասանք նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, որի մեջ էր մտնում նաեւ ռազմաարդյունաբերությունը։ Եվ այս քաղաքական նշանակումները բավականին լուրջ էֆեկտ տվեցին եւ 22 թվականին ես պետք է հիշեցնեմ, որ ամբողջ աշխարհին խնդրում ենք, որ մեզ ոչ թե զինատեսակ տային կամ զենք տային, միանշանակ գիտենք, որ չեն տալուս, այլ գոնե ռազմական նշանակության ապրանքներ, սաղավարտ, զրահաբաճկոն, չգիտեմ, համազգիստ, անգամ այդ 22 թվականին մեզ չէին տալիս։ Բայց 1 տարի անց 23 թվականին մեր արտաքին քաղաքականության ճիշտ վարման շնորհիվ կառավարության 23 թվականին արդեն գրեթե ամբողջ աշխարհի դռները բաց էր եւ մեզ ասում էին ինչ եք ուզում, ինչ զինատեսակ եք ուզում, եկեք պայմանավորվենք։ Պարոն Խաչատրյան, բարբերաբար խոսվում է, որ մեր զինուժը շեշտը դնում է հիմնականում պաշտպանության վրա։ Դուք ավելի լավ գիտեք, թե երեք ինչ ցուցադրվեց, դրանք միայն պաշտպանական բնույթի զենքեր էին, թե ոչ միայն։ Եվ ցուցադրվեց ամբողջ արսենալը, թե էլի այս դեպքում էլ ոչ միայն։ Տեսեք, զինատեսակները իմ կարծիքով չեն լինում պաշտպանողական կամ հարձակողական։ Լինում են պաշտպանողական կամ հարձակողական մարտավարություն, նպատակ։ Նույն զենքը կարելի է կիրառել պաշտպանության ժամանակ, նույն զենքը կարելի է կիրառել հարձակման ժամանակ։ Անկամ հոբ համակարգը հակաօդային պաշտպանություն, որ բոլորը ընկալում են որպես պաշտպանական համակարգ, կարելի է կիրառել նաև հարձակման ժամանակ։ Տանել ինչ-որ միտեղ տեղադրել եւ ինչ-որ օդային թիրախներ խոցել։ Այստեղ խնդիրը նպատակի մեջ։ Հայաստանի բանակի խնդիրը մեր ռազմավարությունը պաշտպանունակ բանակ ունենալն է, պաշտպանունակ։ Եթե մենք ունենում ենք պաշտպանունակ բանակ, ուրեմն մենք նվազեցնում ենք նաև պատերազմի ռիսկերը։ Պաշտպանունակ բանակ ունենալը դա նշանակում է էապես նվազեցնել հակամարտությունների եւ պատերազմների ռիսկերը։ Մեր խնդիրը պաշտպանունակ բանակ ունենալն է։ Վարչապետը հայտարարեց, որ մեր բանակի խնդիրը պաշտպանելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանները։ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մեր բանակը գործ չունի անելու։ Բացառությամբ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի, երբ մեր բանակը կներգրավվի խաղաղապահ առաքելությունների մեջ։ Սա է խնդիրը։ Իսկ արսենալի մասով, պարոն Խաչատրյան, ամբողջ արսենալը ցուցադրվեց, թե դրա միայն մի մասը, որը պետք էր ցուցադրել։ Իհարկե, ամբողջ արսենալը չցուցադրվեց, նախ ժամանակը չէր հերիքի եւ այդ արևային պայմաններում արևահարման բազմաթիվ դեպքեր ունեցանք, այդ թվում նաեւ մեր մոտ ունեցանք, 2 ժամից ավել հնարավոր չէր ինչ որ բան ցուցադրել, բացի այդ, այո, զինատեսակներ կան, որ չեն ցուցադրվում եւ չեն էլ ցուցադրվելու եւ մոտ ապագայում։ Զինանշանը նաև շատ քննարկվեց, նոր զինանշանը, պարոն Խաչատրյան, ձեր ընդդիմախոսները կրկին ասում են, որ պետք էր նախորդ դա դնել քննարկման, համաձայնեցնել որոշակիորեն, որ ժողովրդի մոտ էլ միանշանակ չի ընկալվում, այլ քարտեզը այնտեղ տեղադրելու, այսպես հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում։ Ինչպես կմեկնաբանեք այս։ Տեսեք, ես այդպիսի մտքեր ասողներին չեմ համարում քաղաքական ընդդիմադիրներ։ Նրանք քաղաքական դեսանտներ են, որոնք այստեղ գտնվելով պաշտպանում են այլ երկրի շահերը։ Սրանք իրենք ընդդիմախոսներ չեն։ Եվ պետք է ասեմ, այդ զինանշանը բավականին լուրջ քննարկումների առարկա է եղել, լուրջ մասնագետներ են դրա վրա աշխատել եւ բոլոր տեսակի քննարկումներ անցել են։ Մենք ընդհանրապես կարիք չունենք, դա որևէ տեղ չէ հասնի այդ խնդրի լուծումը, եթե մենք քննարկման դնենք, ասենք, այսօրվա այդ ընդդիմադիր կոչվածներին ասենք ձեր կարծիքը ասեք։ Գուցե իրենք ասեին, որ այնտեղ պետք է լինի, չգիտեմ, Կալաշնիկով ավտոմատ կամ չեմ անում, էլ ինչ էլ կարող է լինել իրենց մտքի այտենց արգասիքներին, այս բանը չեմ կարող ասել, թե ուր կհասնեին, իմաստ չկար։ Մասնագետները քննարկել են, բոլոր գերատեսչությունները մասնակցել են,
անվտանգության խորհրդով դա անցել է, կարծիքները հայտնվել են եւ այդ ամբողջի արդյունքում ձևավորվել է այդ զինանշանը։ Լավ, հիմա դիմող խոսք ասեք, թե դեսանտ դուք որոշեք պարոն Խաչատրյան, բայց Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում զենքերը տալու են ձրի։ Որքան էլ աբսուրդ է հնչում այս հայտարարությունը եւ Ում են տալու ձրի։ Ով է տալու ձրի։ Մեր պետությանը ու ինչի դիմաց դա արդեն բաց չէ։ Հնարավոր է նման բան միջազգային հարաբերություններ։ Հնարավոր է մի բան, որ հա, եթե Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան չլինի, ինչ որ մի երկրի մաս լինի, մարզ լինի կամ չգիտեմ, գուբերնիա կասեն, ինչ կասեն, հա, հնարավոր է մեր երկրում ծառայություն իրականացնեն այլ երկրի բանակը, այլ երկրի զինված ուժերը, իրեն գան, իրեն զենքով ծառայեն, մենք էլ ոչ բանակ ունենանք, ոչ զենքի խնդիր ունենանք, ոչ էլ եւ այլ։ Միայն այդ պարագայում հնարավոր է։ Եվ երևի Նարեկ Կարապետյանի ասածն հենց դա է։ Նարեկ Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը այս քաղաքական շարժումը Հայաստանի մասին չէ։ Իրենք այստեղ քաղաքական շարժում են սկսել օտար երկրի շահերը պաշտպանելու համար։ Կոնկրետ այս դեպքում Ռուսաստանի Դաշնության շահերն են այս մարդիկ պաշտպանում, ոչ թե Հայաստանը։ Եվ այստեղ պետք չէ մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև մի պետություն է, որ իր շահերը ունի տարբեր տարածաշրջաններում եւ այո, ինքը պետք է հնարավորինս պաշտպանի իր շահերը։ Խնդիրը այն է, որ այս գործողություններին մասնակցում են մեր հայրենակիցները, խաբեության, ստի, կեղծիքի, երբեմն լրտեսության եւ այլ գործիքների միջոցով փորձում են Հայաստանի դեմ ծավալել այնպիսի գործողություններ, որը տանում են դեպի Հայաստանի ինքնիշխանության վերացում։ Այս ամբողջ։ Նաև ընտրակաշարքները, միջազգային մամուլի բացահայտումները, ընտրակաշարքները, 300,000 ադրբեջանցու վերադարձման այս սուտը, կեղծիքը, ես կարծում եմ, որ այս քաղաքական դաշտում հնչած ամենասանձարձակ սուտը դա հենց այն է, որ Սամվել Կարապետյանը անընդհատ ասում է 300,000 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան եւ այլն, բայց սա նաև պետք է դիտարկել այլ տեսանկյունից։ Տեսեք, այսպիսի սուտը, կեղծիքը վախի քաղաքական վախի մթնոլորտ է ստեղծում հասարակության մեջ եւ թիրախ է դառնում նաեւ հասարակության հոգեբանական պաշտպանվածությունը եւ տպավորություն են ստեղծում, խաթարում են հասարակության կողմից պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ ունեցած վստահությունը, որը արդեն այս ամեն ինչը իրար հետ ազգային անվտանգության խնդիր է։ Սա պետք է դիտարկել ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություն որպես եւ պետք է իրավական գնահատական տալ։ Այս սա բոլոր սահմանների անցում է։ Այսինքն ամեն նոր ֆիլմեր ցուցադրել, վիզուալ տեսանյութեր ցուցադրել, գովազդներ դնել, թե ինչպես են ադրբեջանցիները գալիս Հայաստանում եւ մեր երեխաները տեղ չունեն, չգիտեմ, մեր ներվային համակարգը այդքան չի երիքում, որպեսզի դիտենք այդ նյութերը, շատ կարճ ենք դիտում, բայց սա արդեն մեր հանրության հոգեբանական պաշտպանվածության դեմ ուղղված գործողություններ են։ Որոշ դեպքերում ես վստահ եմ, որ սա հենց հանցագործություն է եւ պետք է որպես հանցագործություն դիտարկել ու իրավական գնահատական տալ եւ կարծում եմ այդ գործընթացը կսկսվի, որովհետեւ բոլոր կարմիր գծերը արդեն հատվել են։ Այսպեսի եթե սուտ, որ 300,000 ադրբեջանցի է սա գալիս են ու մարդ կա, որ հավատում է, ցավալին էլ է դա, որ մարդ կա, որ մի պահ կարող է դրան հավատա։ Լավ, բա սովորական մարդը իհարկե հարց է տալիս, բա եթե նման բան կա, ուր են այդպիսի պայմանավորվածությունները, ինչու է Հայաստանի Հանրապետությունը ամրացնում բոլոր իր սահմանները, ինչու է այսքան զենք ձեռք բերում, ինչու է այսքան բանակը հզորանում, ինչու են տնտեսությունը զարգացնում եւ ինչու է ընդհանրապես վարչապետը հայտարարել, որ Ղարաբաղյան շարժումը ավարտված է։ Հենց դա նշանակում է, որ որևէ մեկը որևէ տեղ վերադառնալու խնդիր չունի այլևս եւ դա տեղի չի ունենալու։ Պարոն Խաչատրյան, իդեպ երեք հենց զորահանդեսից հետո Սամվել Կարապետյանը կներեք նույն հին երգին էր վերադարձել ու ելի խոսում էր, որ բանակը անգամ ձեզ չի պաշտպանելու, եթե գան 300,000 ադրբեջանցիները ու արհեստական բանականության միջոցով ադրբեջանցիներ են գեներացնում Երևանում, գովազդներ են դրա տակ, այսպես գովազդներ են միացնում եւ ամբողջ սոցիալական բոլոր հարթակներում, տարբեր հարթակներում դա է։ Այսինքն սա արդեն մարդկանց նյարդերը եւ ականջները սղոցում է, ինչպես պիտի նաեւ սրան արձագանք լինի։ Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ Սամվել Կարապետյանը այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակից է եւ ինքը այս քաղաքական process-ի մեջ մտել է, որպեսզի պաշտպանի Ռուսաստանի շահերը եւ Ռուսաստանի շահերը առաջ տանի։
Դա շատ པարզ երևում է։ Եվ այն ինչ գրում եւ տալիս են Սամվել Կարապետյանին, նա նույնն էլ արտասանում է կամ հայտնում է այդ մասին։ Եվ ես պետք է կրկնեմ, որ սա պետք է արդեն իրավական գնահատականի արժանանա այս գործողությունները, այս կեղծիքը, սուտը, ինչպես կարելի է նման սուտ ընդհանրապես ասել, հերիք չի մի հատ տեսանյութեր պատրաստել 300,000 ադրբեջանցի ոնց է գալիս Հայաստան։ Նման բան չի կարող լինել ընդհանրապես իրականության մեջ եւ դա բոլորը գիտեն։ Նպատակը ո՞րն է, մարդկանց վախեցնելն է, եթե Սամվել պետության Կարապետյանը հանդեպ անվստահության մթնոլորտի ձևավորում է։ Հոգեբանական վախ սերմանելն է հանրության մեջ եւ այդ վախի ու տագնապների մեջ քաղաքական դիվիդենդներ ստանալը եւ ընդհանրապես պետության հիմքերի դեմ ուղղված գործողություններ են, դա ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ են, որը պետք է անպայման գնահատական տրվի, այսպես չի կարելի թողնել եւ ես վստահ եմ, որ շուտով մեր իրավապահները եւ նաեւ պահանջել են որպեսզի ազգային ժողովի падգամավոր եւ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ, որպեսզի անպայման իրավական գնահատականի արժանանան այսպիսի դրսևորումները։ Սա քաղաքական պայքար չէ, սա մանիպուլյատիվ տեղեկատվական դիվերսիա է, սա քաղաքական պայքար չէ արդեն։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչպես կբնութագրեք կամ որակեք նույն ընտրակաշառքի դեպքով այդ բացահայտումները հակակոռուպցիոնի եւ ձայնագրությունները, որ ամենօրյա ռեժիմով այսպես արդեն սերիալ են հիշեցնում, բայց այնտեղ էլ շատ մտահոգիչ խոսակցություններ կան երբեմն, օրինակ խոսվում է այն մասին, որ անգամ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, մենք գնալու ենք իրենց բառերով ասած պերևարոտի, այդ մասին իդեպ հայտարարություններ են անում քաղաքական ուժերը, օրինակ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարում էր, որ եթե իրենից հաղթանակը գողանան, իրենք գնալու են հեղափոխության հեղաշրջման։ Սամվել Կարապետյանը արդեն այսպես ինքնահռչակ վարչապետ է, ճակերտավոր կառավարության նիստեր է անում, օրենքներ ընդունում։ Սրանք ինչ հող են նախապատրաստում այս ուժերը, այս անհատները։ Մտահոգիչ չեն նաև այս գործողությունները։ Իհարկե մտահոգիչ չէ, բայց պետք է ասեմ հետեւյալը։ Այսօրվա Հայաստանը 2021-22 թվականի Հայաստանը չէ, ոչ է 20 թվականի։ Այսօրվա Հայաստանը ունի բավականին լուրջ հունի մեջ ընկած աշխատող կառույցներ, հատուկ ծառայություններ, արտաքին հետախուզություն, ազգային անվտանգության ծառայություն, որոնք իզորու են կանխել այսպիսի դեպքեր։ Ամեն դեպքում աչալուրջ ենք, հետևում ենք, բայց պետք է ասեմ, որ մեր ռեսուրսները այլևս 2021-22 թվականի եւ ցանկացած փորձ ձախողման է մատնվելու ու խեղդվելու են հենց իրենց բնում նման փորձերը։ Եթե հանկարծ փորձեն նման բան անել։ Ամեն դեպքում առանց փորձի էլ այսօր արդեն իրենք սահմանները անցել են, իրենք արդեն այսօր տեղեկատվական պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին, խաբելով ադրբեջանցիների գալու եւ այլի մասին, սա արդեն պետք է իրավական գնահատական տալ, ես կարծում եմ քրեական վարույթ հարուցի, արդեն իսկ։ Ինչպես տեսնում ենք, իրենք ամբողջ հույսը դրել են ընտրակաշառքների վրա։ Այսօր Հայաստանի բոլոր վայրերում ընտրակաշառք են բաժանում, անգամ իմ հայրենի Գորիս քաղաքում ինձ հայտնի են բազմաթիվ դեպքեր, արդեն լրատվականներից եւ կայքերից, որ այդ ուժեղ Հայաստան կամ Բարգավաճ Հայաստան կամ այն մյուսը Հայաստան դաշինք, այդ երեք դաշինքները փողով, կաշառքով փորձում են ձայներ կորզել։ Սա մեծագույն մեղք է եւ մեծագույն հանցագործություն է եւ իհարկե այս հանցագործության դեպքերը բռնվելու են եւ կանխվելու են, բայց իրենց ոճը այդ է։ Եվ ես կոչ եմ անում իմ սիրելի ժողովրդին, որ այն ուժերը, ովքեր արդեն իսկ առաջարկ են անում դրամի միջոցով դրամի փոխարեն ձայն կորզալու, ընտրակաշառք տալու, այդ ուժերին պետք է մերժել, այդ ուժերը պետք է մեկ ձայն անգամ չստանան, մեկ ձայն։ Ովքեր այդ ուժերին մեկ ձայն են տալիս, նրանք քվեարկում են հանուն ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ հանուն այլ երկրի, նրանք քվեարկում են իրենց երեխաների ապագան խեղաթյուրելու օգտին, նրանք քվեարկում են մեր ինքնիշխանության եւ պետականության կորստի օգտին։ Սենց որ շատ խորանանք, ավելի շատ բառեր կարող եմ ասել արդեն, բայց չեմ ուզում ավելի կոպիտ բառերով արտահայտվել, մեր ժողովրդի մի մասն էլ, ովքեր քվեարկելու են իրենց օգտին, գտնվում են բարեխիղճ մոլորության մեջ, իրականում տեղեկատվական մոլորության մեջ են գտնվում եւ մեր խնդիրը նա է, որ այդ մոլորությունից դուրս բերենք։ Այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության եւ Հայաստանի ինքնիշխանության կորստի եւ այլ երկրի հզորության մասին է։ Դա չափազանցություն չէ, չէ՞։ Դա չափազանցություն չէ, կամ ընտրում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, կամ ընտրում ենք հանուն ոչ Հայաստանի Հանրապետության։ Հիմա մեր ժողովուրդը սա շատ լավ պետք է հասկանա եւ տեսնի,
Ինչ ասել է ընդդիմությունը վերջին 4-5 տարում եւ հիմա էլ արդեն բավականին ուժ գնացել է նրանց խոսույթը, ամբողջը սուտ է։ Իր առարկայական ապացուցված է, որ սուտ է։ Եվ բանակն ենք սարքել, եւ միջանցքը չենք տվել, եւ ճանապարհներն ենք սարքել, եւ դպրոցներն ենք կառուցել, եւ բյուջեն ենք ավելացրել, եւ թալան չենք արել։ Ինչը մենք խոստացել ենք, դա իրականություն է դառել։ Ինչը նրանք են ասել, սուտ է։ Եթե հիշում եք Գագիկ Ծառուկյանը 19-20 թվերին ազգային ժողովում ասում էր, հեսա սովա սկսում 6 ամսից։ Սովը գալու է պատի ձեզ։ Էս էլ ամբողջ տեղեկատվական մի պայքարի, մի ձև, բա ուր է այդ սովը, ուր է այդ։ Հիմա էլ ասում են, հեսա Ռուսաստանը ճանապարհներն են փակելու եւ այլ եւ այլ։ Բայց ես քաղաքական հարց ունեմ մեր ընդդիմադիրներին։ Տեսեք, Լարսում խնդիրներ են առաջացել մեր ապրանքների արտահանման հետ կապված։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը իրենց դիրքորոշումը չեն ասում այս հարցի շուրջ։ Այսինքն գուցե ասում են, բայց մեղադրում են եւս Հայաստանին։ Արդյոք միայն Հայաստանն է մեղավոր, որ մեր ճանապարհները փակեն։ Ես պահանջում եմ նրանց դիրքորոշումներին։ Կամ բազմաթիվ բլոգերներ, քաղաքական խոսնակներ, չգիտեմ ովքեր, Ռուսաստանի Դաշնությունից այսօր Հայաստանի հասցեին ինչ ասես ասում են, ինչ մեղադրանք եւ իրականության հետ կապ չունեցող ասում են։ Ինչու մի անգամ չեն արձագանքում Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը։ Ես այդ հարցի պատասխանը գիտեմ, պատասխանը միանշանակ հիմա կտամ, բայց սպասում եմ իրենց արձագանքին։ Սպասում եմ արձագանքին։ Արդյոք լավ է, որ մեր ճանապարհները փակվել են որոշ ապրանքատեսակների համար, թե ոչ։ Խնդրում եմ թող պատասխանեն։ Դե իրենք ասում են կգան իրենց կապերը կօգտագործեն անգամ գերիների վերադարձի հարցով։ Իրականում սինխրոն պայմանավորված գործում են։ Հենց Հայաստանի այս ընդդիմություն կոչվածն է խնդրում իմ կարծիքով, որ փակեք ճանապարհը, դժգոհություն ստեղծեք, վայ պամիդոր արտադրողներ, լոլիկ արտադրողներ ավելի շատ են, ծաղիկ արտադրող պետք է փակել, խոչընդոտ ստեղծել, դժգոհություններ առաջացնել երկրի մեջ իշխանությունների հանդեպ, որ հունիսի 7-ին ինչ որ արդյունքի հասնենք։ Բայց հունիսի 7-ից ես գիտեմ, որ բոլոր կրքերը հանդարտվելու են եւ ամեն ինչ իր հունով գնալու է։ Եվ մեր հարաբերություններն Ռուսաստանի Դաշնության հետ շատ ավելի կայուն են լինելու եւ լավ։ Հունիսի 7-ից հետո։ Այսինքն ճակերտավոր ասած ասում են օգնեք մեզ։ Այո, իհարկե, օգնեք, եթե դուք խնդիր եք դրել մեր առջև, որ մենք պետք է իշխանություն վերցնենք, դե դուք էլ օգնեք։ Իմ կարծիքով սա է ամբողջ ճշմարտությունը, սա շատ տեսանելի է։ Հիմա ես զարմանում եմ Հայաստանի քաղաքացի, որ պետք է գնա իրանց ձեն տա։ Այսինքն այդ իրանց ձեն տալը, իրանք ձեն են տալիս ուրիշ երկրի հզորության համար։ Այդ ուժեղ Հայաստան կոչված կուսակցությունը իրականում ուժեղ Հայաստանի մասին չի, ուժեղ Ռուսաստանի մասին։ Իրանք եկել են ստե, որ Ռուսաստանը ուժեղ է, ոչ թե Հայաստանը։ Պարոն Խաչատրյան, Հայաստան դաշինքը նույնը, Բարգավաճ Հայաստանը, հաստատ Հայաստանի մասին չի։ Դա նշանակում է Բարգավաճ Ծառուկյան, իր փողերը, օլիգարխիկ միջոցները, Բարգավաճ Բելարուսիա, Բելարուս, Բարգավաճ Ռուսաստան, ամեն ինչ նշանակում է, բայց ոչ Բարգավաճ։ Բայց ինչ ուժեղ Ռուսաստանի մասին է խոսքը, պարոն Խաչատրյան, դա էլ հասկանանք, էլի Ռուսաստանը հիմա հասկանանք, որ այդքան էլ լավ վիճակում չէ, տնտեսապես առնվազն եւ վերջին 4 տարիներին մենք տեսնում ենք, որ 4 եւ ավել տարիներ պատերազմում է Ուկրաինայի հետ։ Մենք հիշում ենք, որ 3 օրում Կիևն էին վերցնում։ Իհարկե չմտնելով իրենց ներքաղաքական հարաբերությունների մեջ, բայց Ռուսաստանի այդ ուժն էլ արդեն ինչ որ իմաստով միֆ չէ դա, երբ ասում են ուժեղ երաշխավորը կգա, մեզ կփրկի, մեր փոխարեն ամեն ինչ կանի, ինչ ուժի մասին է խոսքը։ Մենք մեկ երաշխավոր չենք ունենալու, մենք ունենալու ենք բազմաթիվ երաշխավորներ, բազմաթիվ պետություններ կախված են լինելու մեզանից, մենք իրենցից, էսա բազմաշերտ դարձնելը ամբողջ արտաքին քաղաքականության։ Ռուսաստանի իրավիճակի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ դա շատ պարզ է, այսօր ինչ տնտեսական եւ լուրջ խնդիրներ ունի, բայց միևնույն է, ես Ռուսաստանի Դաշնությանը չեմ մեղադրում այս ամենի մեջ, որովհետեւ հսկա պետությունը իր շահերը ունի Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո բավականին լուրջ իրավիճակի մեջ է հայտնվել Հարավային Կովկասում եւ իր դերակատարումը էականորեն նվազել է Հարավային Կովկասում եւ գնում է դեպի զորայացման եւ ամեն ինչ անելու է որպեսզի Հայաստանում գոնե պահպանի իր իշխանությունը, Հայաստանը ներքաշի իր միութենական պետության կամ այստեղ այնպիսի իշխանություն լինի, որը որ կոնկրետ իր ենթակայության տակ լինի, ինչպես ուզի, այնպես է կառավարի, ոնց որ ժամանակին ա եղել։ Ամեն ինչ անում է, դա իր պետական շահն է թելադրում։
հասկանալի է, բայց մեր խնդիրն էլ նա է, որ մենք մեր պետական շահը առաջ տանենք եւ պաշտպանվենք ուրիշի պետական շահերից, որոնք վնասում են մեր պետական շահերի։ Ամբողջ խնդիրը նա է, որ այս ամեն ինչի մեջ ներգրաված են հայեր։ Հասկանալի է ինչու։ Սամվել Կարապետյանը միլիարդավոր դոլարների ունեցվածք ունի Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն լծակը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանի կառավարման։ Այսօր Սամվել Կարապետյանը եթե զանգի Ռուսաստանի մի միջին չինովնիկ, ինչ որ մի տարածքի ԱԱԾ-ի պետ կամ ԱԱԾ-ի պետի տեղակալ կամ Չեչնիայի նախագահի խորհրդական կամ բան, ասի կես ժամից դե պիտի լինի, ինքը պիտի լինի։ Եվ գուցե տենց շատ է եղել, որ զանգել եւ ասել են դու պիտի էսի անես, օրինակ Չեչնիայից կամ մնացած երկրներից։ Ես կարծում եմ, որ նման բաներ շատ եղած կլինեն, որովհետեւ ինքը ցանց ունի այնտեղ եւ նույն ձեր ցանցով կապված է շատ ու շատ մարդկանց հետ ու նրանց կամքն է, նրանց կամքը շատ կարևոր է իր համար։ Ինքը չի կարա չկատարի այդ մարդկանց կամքը, ուղղակի չի կատարա։ Այդ երկրում չես կարա դու չկատարես։ Հիմա այդ մարդը ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Եկել ասते որ ինչ անի։ Որ այդ ամբողջը բերի ստեղ, այդ մշակույթը բերի ստեղ, իհարկե թույլ չենք տալու եւ դա բացառված։ Իդեպ Insider-ի բացահայտմանը ի պատասխան պարոն Խաչատրյան Insider-ը գրել էր այն մասին, որ 1999 թվականին Սամվել Կարապետյանը երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել, այնտեղ աշխատանքի վայր, որպես աշխատանքի վայր նշված է եղել FSB աշխատակից։ Սամվել Կարապետյանը հեգնել էր, ծիծաղել էր, ասել էր, որ ինքը միակ հայ օլիգարխն է, որ 33 տարի աշխատել է Ռուսաստանում եւ որևէ մի FSB-շնիկ տեսած չկա, ասում եմ միֆ է նման խոսքը։ Ու միակն է ինքը։ Այսինքն դրանով ինքը ասում է, որ բոլոր հայ գործարաններն օլիգարխները FSB-ի հետ համագործակցում են, նախ դա է ասում, ուրիշների հասցեին անվանարկող տեղեկությունների ասում, բայց դա անհնար է, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանից, այդպես չի կարող լինել։ Ինքը ինչ այստեղ անում է, ինչ որ միտեղ մի կաբինետում, մի հատ աշխատասենյակում որոշում են ինքը ինչ պետք է անի, այդ տեսանյութերն են պատրաստում, իր խոսույթն են առաջ բերում եւ որից հետո ինքը այդ նույն բանը ասում է։ Նույն այդ 300,000 ադրբեջանցիների թեման, ես վստահ եմ, որ իր առաջ դրել են, որ ինքը դա անընդհատ կրկնի եւ ասի եւ ինչ որ վերլուծական կենտրոններ, նաեւ Իսրայելից են մարդ բերել, որ այդ ամեն ինչում խառնվի եւ ասի։ Նման բան բացառված է, որ ինքը եթե տենց ինքը ուժեղ տենց իրականում տղա է, բա ինչի 44 օրյային 22 թվականի սեպտեմբերի հարձակումների ժամանակ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություններ չարեց, ինչի չքննադատեց Ռուսաստանի դիրքորոշումը, որ նեյտրալ դիրքեր բռնել իբր եւ որևէ օգնություն չուր տալիս իր ռազմավարական դաշտում։ Բա Սամվել Կարապետյանը ուր էր այդ ժամանակ, ինչի՞ մե այդ հայտարարություն չէր անում, չէր կարող անել, որտեւ այդ հայտարարությունը մինչեւ անի ինքը այդ սենյակում այլևս չի գտնվի։ Եվ դա շատ պարզ է, շատ սա ամբողջ օրը դա տեսնում ենք, մենք գիտենք, այդ երկիրը այդ կանոններով է աշխատում։ Սամվել Կարապետյանը ոնց կարա ընդհանրապես կարծիք արտահայտի Ռուսաստանի Դաշնությունում։ Նրանք կզանգեն ինչ որ մի տեղից, մի փոխգնդապետ ամենամեծ կոչումը երևի փոխգնդապետ կամ մայոր, եւ ինչ թելադրեն նա էլ պետք է անի։ Հիմա այդ մարդը եկել է Հայաստան, ուզում է ինչ որ վարչապետ դառնա, չգիտես, ինչ անի, քաղաքական շարժումներ է սկսում, մեծ փողեր են բերում, որ բաժանեն ժողովրդին խափեն։ Իհարկե դա չի հաջողվելու, արդեն չհաջողված վիճակ է եւ տեսնում եմ, որ նրանց վերջը տխուր վերջաբան է ունենալու։ Եվ պարոն Խաչատրյան, դուք ասացիք, որ ովքեր ընտրեն այդ ուժին, այսինքն եռագլուխ պատերազմի կուսակցությանը, ինչպես դուք նրանց անվանում եք, դեմ են քվեարկելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Տեսեք, նույն հակադիր բևեռից կանվանեք նրանց դեսանտներ կամ ընդդիմություն դուք գիտեք, բայց ընդդիմախոսներն էլ ասում են նույն Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը պարբերաբար պիտակավորում են քաղաքացիական պայմանագիր ընտրողներին։ Գիտեք, 18 թվականից այս կողմ Էլժեղ, Վաղաշապատի ընտրությունների ժամանակ ասացին, որ ձեզ միայն գյուղացիներն են այսպես սատարում եւ ընտրում։ Հիմա Հայաստան Դաշինքի падգամավոր Արտուր Խաչատրյանը խոսել է այն մասին, որ ձեզ սատարում են միայն տատիկ-պապիկները, ասել է ավել բան չեմ ասում, ոչ ատամ ունեն ու ծիծաղում է։ Այսինքն ամեն կերպ անվանակել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, մեկ ասել գյուղացիներ, մեկ ասել ժեխեր, մեկ ասել թուրքեր,
մեկ ասել տատիկ պապիկներ, որ ատամներ էլ չունեն։ Սա ինչ մոտեցում է, պարոն Խաչատրյան, սա արդյոք, այսպես ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սիրելու մասին է։ Այնուամենայնիվ քաղաքական ուժերը կարծես թե պիտի գոնե անվանարկելուց զերծ մնան։ Այդ 3 օլիգարխը, ում մասին որ խոսում ենք, 3 օլիգարխ, նրանք չեն կարող սիրել ժողովրդին։ Նրանք իբնե ատում են ժողովրդին։ Նրանք մի բան են սիրում՝ փող, ունեցվածք, փող եւ նորից ունեցվածք։ Նրանք ոնց կարան սիրեն մեր ժողովրդին, այդ օլիգարխները։ Եվ ես վստահ եմ, որ ոչ եթերային խոսակցությունների մեջ, հարաբերությունների մեջ շատ ավելի վատ են արտահայտվում մեր ժողովրդի հասցեին, ոչ թե վստահ եմ, այլ նաև երբեմն տեսագրություններ կան, ձայնագրություններ կան գաղտնի, այդ ամենը պարզ է դառնում նաև այդ տեսագրություններից։ Այո, իրենք ժողովրդին ժեխ էին անվանում, գյուղացիներ էին անվանում, չէին կարող թաքցնեն իրենց ատելությունը հասարակ մարդկանց նկատմամբ։ Այդ ատելությունը չեն կարող թաքցնեն այս մարդիկ։ Այս մարդիկ նույնիսկ չեն կարող շփվեն այդ ժողովրդի հետ, նորմալ շփվեն։ Մենակ ընտրությունից ընտրություն տենց մի երկու հատ շոու են անում, տենց։ Իմ համար դա զարմանալի չի կարող օլիգարխը, որը օլիգարխ է դարձել իհարկե իմ կարծիքով շատ ու շատ հանգամանքների, հարցագործությունների բերումով իմ կարծիքն է սա, սիրել հասարակ ժողովրդին։ Ոնց իրենց համար սովորական ժողովուրդը դա եկամուտ ստանալու աղբյուրար գործիք է ընդհանուր։ Խանութներ բացեն, սաունաներ բացեն, այդ ժողովրդին վարձով տարածքներ տան, ուրիշ ոչինչ։ Այդ որ ասում է գործարան բան, տենց որ ասում է հարկերը զրո եմ սարքում, բա ինչի Ռիոմորի կամ ասենք այն Դալմայի մեր խանութները վարձակալած անձանց մեր հայրենակիցներին 0 դրամով չես տալի այդ տարածքները, ինչի այդքան աշխարհաշխական թվերով ես վարձակալում, ինչի մի բան չես արտադրում այս երկրում, ուղղակի գալիս ես մի հատ Ռիոմոլ ես սարքում, ես դա ներդրում չեմ էլ համարում, Ռիոմոլը սարքում են մի 50-60-100 խանութ միտեղ փակվում է փոքր, մի հատ չգիտեմ Դալմային սարքում էլի մի շարք խանութներ միտեղ փակվում են, հա ներդրում է, բայց քաղաքակրթությունը տանում է դրան, բայց թող մի հատ գործարան սարքեր, թող մի բան կառուցեր, թող մի հատ ռազմարտունաբերության ոլորտում ներդրում աներ, այդքան ներդրում ենք անում, այդքան ներդրողներ ենք փնտրում, այդքան հայրենասեր ինժեներներ կան, որ այսօր համախմբվել են պետության շուրջ ու այս զինատեսակներն են սարքել ու փառք ու պատիվ մեր արդից օգտվեմ նաև ասեմ մեր ռազմարտունաբերողներին եւ ներդրողներին ու սեփականատերերին այս գործարանին, որոնք ոչ միայն ներդրող եւ գործարար են, այլ նաև հայրենասեր ուժեղ մարդիկ են։ Իրական ուժեղները իրենք են, որ հրապարակում տեսակին չեք ստեղծել։ Սամվել Կարապետյան այդ հրապարակում անցածների մեջ որ մի մասում դերակատարում ուներ, բացի երևի խանգարելուց ուրիշ բան իրանք չէին էլ կարող անեին։ Թող բերեին մի հատ նռնակի գործարան դնեին մի հատ։ Պրիմիտիվ ինչ-որ մի բան, փամփուշտի գործարան, ասեր իմ հայրենիքում թող փամփուշտ։ Բա իրան ով կթողեր դες բանաներ։ Իրան ով կթողեր։ Եվ արդյոք քանի որ մեր խոսակցությունը սկսեցինք բանակից, պարոն Խաչատրյան, եթե 3 բառով այսօրվա մեր բանակը բնութագրեիք, որ բառերը կընտրեիք եւ ինչու պիտի քաղաքացին ընտրի քաղաքացիական պայմանագրին։ Ինչու պետք է ընտրի քաղաքացիական պայմանագրին, վերջից սկսեմ։ Նախ նրա համար որ քաղաքացիական պայմանագիրը դա հենց ժողովրդի իշխանություն է։ Ես համարում եմ, որ մեր կուսակցությունը հենց ժողովրդի իշխանություն է, սա մեկ։ Երկրորդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ կուսակցությունը եղավ, որ ժողովրդին վերադարձրեց իր ձայնի իրավունքը, ապահովեց ազատ արդար ընտրություններ։ Հիմա մենք այսքան դժվարին ճանապարհների մեջով ենք անցնում, որի այն հեշտ տարբերակը նախորդ իշխանություններ ունեն, ուղղակի լցոնումներ անում են ու բրծնում էր գնում էր։ Ցանկացած ընտրություն իրանք են որոշում ինչքան տոկոս։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսքան դժվարությունների, խոչընդոտների, արհավիրքների մեջով անցնելով էլի ապահովում է քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը եւ քաղաքացիական պայմանագրի շնորհիվ է, որ Հայաստան դաշինքը այսօր ֆրակցիա ունի, պատիվ ունեմն ֆրակցիա ունի ազգային ժողովում, դրանք կարող են ընդհանրապես չլինել։ Քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը շատ կարևոր է, դա քաղաքացիական պայմանագրի շնորհքն է եւ 20-21 թվականների ինչ խոստում տվել է կառավարությունը, ինչ ծրագիր ունենը, գրեթե բոլորը կատարայացվել, հələ մի բան էլ ավել։ Այսքան ճանապարհներ, դպրոցներ, բժշկական ապահովագրություն, զենգզինամթերք, բանակ, ամրաշինական կառույցներ, չգիտեմ, ասեցի մանկապարտեզներ, դպրոցներ,
բարեկային համակարգ, ոստիկանության բարեփոխումներ, դատաիրավական բարեփոխումներ, այս հսկայածավալ աշխատանքը սա արվել է 4 տարվա մեջ։ Այն էլ ինչ տարիներ, 4-5 տարվա մեջ։ Այդ տարիներին եղել է համաճարակ, պատերազմներ, Ղարաբաղի շրջափակում, մեր հայրենակիցների տեղահանություն, կատաստրոֆներ, հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ, այս աղետների պայմաններում այս կառավարությանը հաջողվել է մի 4-5 տարվա մեջ անել այն, որը 30 տարվա մեջ դրա կեսը չի արվել։ Հիմա էլ ինչի համար պետք է ընտրի մեր քաղաքացին։ Եվ ամենակարևորը, այսօրվա մեր իշխանության ներկայացուցիչները մեր քաղաքացու ծառաներն են, սկսած падգամավորներից, վերջացրած նախարարներից։ Այսօր ինձ իմ հայրենակիցները կարողանում են զանգել, ասեն, արի ես ինչ տեղը, մենք հարցեր ունենք մեր падգամավորի հետ կապված, հələ ինչի ասենց, ինչի է, եւ ես հաշվետվություն եմ տալիս իմ քաղաքացիներին, ու դա է ճիշտը, ոչ թե հակառակը իրենք իմ ծառան լինեն, ես բդեշխ լինեմ, չկա նման բան, մեր իշխանության մեջ նման բան գոյություն չունի, նախարարներից սկսած վարչապետը, երկրի վարչապետը ամեն օր տասնյակ հազարավոր մարդկանց հետ է հանդիպում, խոսում, հարցերին պատասխանում, նման բան երբևէ հնարավոր էր պատկերացնել կամ տեսնել, իհարկե ոչ։ Բանակը ինչպես կբնութագրեի, ես կբնութագրեի, որ այսօր արդեն մենք ունենք պաշտպանունակ, դեպի կիսապրոֆեսիոնալ, տեխնոլոգիապես արդեն բավականին զարգացած, կառավարման լավ համակարգ ունեցող, ուսումնական պրոցեսներին ուսմանը մեծ ուշադրություն դարձնող բանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ այս բանակում, մեր բանակում ամեն օր կատարվում են փոփոխություններ, ամեն օր։ Այսօր ավելի լավ է մեր բանակը, ավելի պաշտպանունակ է, քան 3։ Այս տրամաբանությամբ մեր բանակը զարգացում է ապրում եւ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք արդեն պրոֆեսիոնալ բանակ եւ ինչը կազդի նաեւ հանրային կյանքի շատ ու շատ ոլորտների։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Հիշեցնում, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էր, կհանդիպենք։